Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Թաթոյան, հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ այսպես գնահատականներ եք հնչեցրել, դիրքորոշում, ամեն դեպքում հանգուցալուծում ինչպես եք պատկերացնում, եթե տեսնում ենք, որ անգամ սահմանադրությունն է այս պահին զիջել իր դիրքերը։ Եկեղեցու հետ կապված մեկ հստակ բան կա, ակնհայտ է, որ իշխանության գործողությունները Փաշինյանի ղեկավարությամբ բացարձակ ապօրինի են։ Դրանք որևէ քննարկման էլ անգամ ենթակա չեն։ Այստեղ բացարձակ քաղաքական հովանավորությամբ, պաշտոնական լիազորությունների ազդեցությունն օգտագործելով տեղի ունենում process եւ դրանք կառուցված են մի քանի կեղծիքների շուրջ։ Կեղծիքներից մեկն այն է, որ հայոց եկեղեցին եկեղեցականներին կամ եկեղեցականները չեն, ինչը բացարձակ ապատեղեկություն է եւ այս անօրինական գործողությունների շղարշներից մեկը, որովհետեւ եկեղեցի նախ եւ առաջ հոգեվորականներն են, կան եւս մեկ կեղծիք, որ նա այդ քայլը անում է որպես եկեղեցու հետևորդ, այն էլ հավատավոր հետևորդ։ Սա նույնպես բացարձակ ապօրինի պնդում է, որովհետև նա Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ունի կոնկրետ լիազորություններ, հետևաբար պարտավոր է ղեկավարվել այդ լիազորությունով, իրավունք չունի դրանցից որևէ կետ անգամ դուրս գալու, իսկ այն թե ինչ է զգում, ինչ խորամանկ արտահայտությունների ներքո է թաքնվում, դրանք օրենքը ընդհանրապես չի ընդունում, ավելին դրանք քրեորեն պատժելի արարքներ են եւ այն ինչ հիմա նա անում է նրա ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կոնկրետ հանցակազմերով նախատեսված արարքներ են։ Սրանք օրենքում հստակ նախատեսված է։ Պարոն Թաթոյան, եթե ասենք օրենքը չի գործում, ես մեջբերեմ սահմանադրության հայտնի հոդվածները մեզ դիտողների համար, Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում եւ այլն, եւ վերջում Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով պետություն եկեղեցի հարաբերությունները։ Եթե տեսնում ենք այս բոլոր դրույթներում ականատես չենք լինում, որ գործում է, հետեւաբար անելիքը որն է, ով պիտի օգնի։ Դուք հիմա տեսեք, դուք շատ հետաքրքիր մեջբերումներ արեցիք, հիմա որպեսզի մեր քաղաքացիները հստակ ավելի իմանան ինչի մասն է խոսքը, տեսեք, Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները ընդհանրապես հստակ բաժանել են, որ պետությունը անջատ է իր իշխանության մարմիններով, եկեղեցին անջատ է։ Եկեղեցու ներսում ինչ տեղի է ունենում, եկեղեցական ընտրություններ, բարձրաստիճան հոգևորականների նշանակում, ձեռնադրում, կարգալույծ անելու հարցեր եւ այլն, դրանք հայոց առաքելական եկեղեցու ներքին գործն է եւ մեր օրենքը սահմանել է, որ այդ բոլոր հարցերին պետությունը իրավունք չունի խառնվել, ավելին պետությունը ճանաչում է ինքնուրույնությունը եկեղեցու, ինքնավարությունը եւ եկեղեցին գտնվում է պետության պաշտպանության ներքո։ Հիմա տեսեք ինչ է ստացվում, օրենքը հստակ նախատեսել է, ասում է կառավարություն, վարչապետի գլխավորությամբ, դու ընդհանրապես իրավունք չունես, դու այստեղ անելիք չունես ընդհանրապես, սա քո գործը չէ, եթե հանգարց դու փորձես խառնվել, դա օրենքի խախտում է, պատահական չէ, որ ծեսի կատարմանը խոչընդոտելը հանցագործություն է, եւ գիտեք, այստեղ մի բան էլ կա, նա այս ամբողջ process-ով ոտնահարում է խղճի ազատությունը մարդկանց, կրոնի ազատությունը, հիմա հոգեվորականներ կան, որ օրինակ ես Հովանավանքի եկեղեցիում մարդիկ կան ուզում են գնան հաղորդություն ստանան, կրոնական ծեսերի մասնակցել, ինչ է նշանակում կառավարության ղեկավարի գլխավորությամբ, հովանավորությամբ քաղաքական process է, քաղաքական process-ները բերել են եկեղեցու մեջ են տեղափոխվել, դրա համար սա այս քաղաքականությունը սև ու սպիտակը եկեղեցի բերելու քաղաքականությունը եւ տեսեք ինչ է լինում, չէ՞։ Մի հատ հələ դուք տեսեք, այսպես կեղծ լինելու աստիճանը։ Ասում է բանը Ստեփան Ասատրյանի հետ կապված, ասում է նա մեզ համար Տեր Արամ։ Այսինքն չհասկացա, դուք ամենայն հայոց կաթողիկոսի ձեռն ասում եք, հայտ հրճակում եք կարգալույց, նրա ձեռնադրած հոգևորականներին ասում եք Տեր Արամ, չէ՞։ Հետո ասենք նրա կարգալույց լինելը, այն որ արդեն կարգալույց եղել նույն կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, ասում եք, չէ, գիտեք ինչ կա, նա արդեն մեզ համար այդ կարգալույծությունը հիմք չենք ընդունում։ Դրսի արձագանքը, ինչու դրսի արձագանքը համարժեք չէ, ինչու ավելին կան կառույցներ, առանձին ներկայացուցիչներ, որոնք պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության այսպես պաշտպան։ Չէ, սա ընդհանրապես ժողովրդավարության հետ կապ չունի, նա Փաշինյանը սրանով մեծագույն հարված է հասցրել Հայաստանի ժողովրդավարությանը, Հայաստանում օրենքների գերակայությանը, սա բացարձակ այսօր
կղզիացրել է, մի տարածք է առանձնացրել, որտեղ օրենքները Հայաստանի չեն գործում։ Գործում են նրա անձնական քաղաքական համոզմունքներն ու կուսակցական ժողովների չգիտեմ, կարգերը։ Ինչ կապ ունի սա Հայաստանի օրենքների հետ։ Ամբողջ աշխարհին էլ այո, մենք հստակ պետք է սա ցույց տրվի եւ կարծում եմ պետք է դա եւ դա շատ հստակ է, որ սա ինչ կապ ունի ժողովրդավարության հետ։ Մարդ ուզուրպացրել է, յուրացրել է Հայաստանի բոլոր պետական մարմինների լիազորությունները, զբաղված է հանցավոր արարքներ հովանավորելով։ Այստեղ ինչ կարող է լինել ժողովրդավարության մասին խոսքը։ Դրսի արձագանքը, երբ առաջ մինչև 2018 որովհետև զբաղված է ԿՊ-ն, զբաղված է կեղծիքներ տարածելով, սա մենք գործ ունենք անձնիշխանության եւ կուսակցապետության հետ, սա այդ անձնիշխանության ու կուսակցապետության բարիքներն են, այն ինչ որ մենք տենում ենք եւ գնալով շատ ավելի է վատանալու, որովհետեւ նրանք դա այս բոլոր հարցերը իրենց կուսակցական միայն ժողովներում են լուծում եւ անձնիշխանության հարցեր են մենակ դարձել ու նա ամբողջ աշխարհին էլ կեղծիքներ տարածելու են զբաղված, որը մենք չպիտի թույլ տանք։ Եվ մենք պետք է հստակ ցույց տանք, որ գիտեք ինչ կա, այս ամեն ինչ կա, սրանք պարզապես մեր երկրի օրենսդրությամբ նախատեսված բոլոր օրենքների խախտումն է։ Սա հայոց ինքնության հենասյուների դեմ է ուղղված։ Տեսեք, ախր ստեղ մի կարևոր բան կա։ Հիմա մենք մեր պետության համար մենք պիտի հոգ տանենք։ Մենք պետքա պաշտպանենք։ Հիմա դուք եկել ընկել ենք ասում ենք մյուս կողմից էլ հա կարևոր է աշխարհի արձագանքը, բայց մեծ հաշվով մեր պետականության մասին մենք պետք է հոգ տանենք։ Տեսեք, նա ինչ է ասում։ Նա ինչ անում, բաժանել են մարդկանց իրար մեջ, նորից թշնամացնում են։ Հիմա անցել են մեր պետականության համար ամենավտանգավոր մասին, չէ՞։ Հոգևորը գործող հոգևորականների են գտնում, նրանց միջոցով սադրում են, մարդկանց իրար դեմ են հանել, հələ նայեք, բաժանվել են խմբերի, հովանաvanքը դարձել են իրենց ինչ-որ մի հատ միջնաբերդ են դարձրել, ինչ են արել, պայքարում են հայ ժողովրդի դեմ, պայքարում են հայոց պետականության դեմ։ Տեսեք ինչ է, մենք ժողովուրդ ջան, մենք մեզ թշնամի չենք, մենք մի ժողովուրդ ենք, մենք հայ հասարակությունն ենք, մեր բոլոր քաղաքացիներով, մեր բոլոր ընկերներով, մենք ոնց կարող ենք իրար նկատմամբ այսպես վերաբերվել։ Իսկ դա ինչի է այս մարդը անում, որովհետև իրեն դա պետք է իշխանություն պահպանելու եւ ամենակարևորը ադրբեջանական պահանջները կատարելու համար։ Այս ամենը ադրբեջանական պահանջների կատարման ուղիղ, այսպես գրավականն է, նա դրանով ցույց է տալի ավելի այսպես ցույց է տալի թե ինչ աստիճան է պատրաստ ընդունակ կատարելու պահանջները։ Հələ եկեք օրերով համեմատենք Փաշինյան Փաշազադե, Փաշինյան Փաշազադե գործում են իրար թև թիկունք տված։ Տեսեք, իրար թև, չէ, ասենք մեկը մի բան է անում, այս մյուսը կրկնում է։ Այս մեկը մի բան է անում, ստեղծում են իրենց ղազիատները, այստեղ սկսում է սաստկանում է աշխատանքը։ Այսինքն փաստերով ենք մենք խոսում եւ հետո երբ անդրադառնում ենք արդեն կոնկրետ գործողություններին, ստացվում է ամբողջը համընկնում է։ Տեսեք ինչ է կատարվում։ Նրանք ամբողջ աշխարհին գնում են քարոզում են, ասում են հայոց եկեղեցին պատերազմի քարոզիչ է, 5-րդ չարասյուն է, թշնամական կառույց է, պետք է պայքարենք։ Այն նույն բանը թշնամական վերաբերմունք է սերմանվում այստեղ տեսեք ոչ միայն եկեղեցու նկատմամբ է ատելություն սերմանում, ժողովուրդը, մեր ժողովրդի տարբեր մասերի իրար դեմ են հանել, մարդիկ կռվում են իրար հետ, տեսեք հովանաvanքի մեր քաղաքացիները, չէ՞ որ այնտեղ որ գնում են, տեսեք իրանք մենք իրենց հետ աշխատում ենք տարբեր իրեր տեսնում ենք, մենք մի հասարակություն ենք, սենց ընկել ենք բաժան եղած, ինչքան մենք այսպես մեզ տրոհեն, այնքան մենք ավելի ենք թուլանալու, հասկանում եք։ Այսօր վարչապետը կրկին կոչով դիմել է հավատացյալներին, մեջբերում եմ ասել է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից եւ նրա խմբակից ազատելուց առաջ պետք է հոգեվոր եւ բարոյական իմաստով արժանի լինենք մեր սրբության սրբոցին։ Սրանք անօրինական արարքներ են, ապօրինի արարքների կոչ է, ես կոչ եմ անում մեր ժողովրդին, որպեսզի չտրվեն սադրանքների, նրանք չներգրավեն որևէ նման ապօրինի արարքների, սա պատասխանատվություն առաջացնող, անգամ քրեական պատիժ ենթադրող անգամ որ հենց քրեական պատիժ ենթադրող արարքներ են, այնպես որ ես դիմում եմ մեր հասարակությանը, որպեսզի այն նման սադրիչ արտահայտությունների հանգարց այսպես դուր չտան եւ մեր ամենակարևորներից, մեր իրավապահ մարմիններին եմ ես դիմում։ Ժողովուրդ ջան, տղերք, ձեզ օգտագործում են կոնկրետ քաղաքական շահեր բավարարելու համար։ Մեր պետականության դեմ են աշխատում ձեզ օգտագործելով։ Դուք ուսադիրներ ունեք, դուք բարձրակարգ ծառայություն եք անցել, մեր պետության համար եք պայքարել։ Ձեր ծառայակից տղաները, ընկերները, ես ինքս եմ տեսել ինչպես են զենքը ձեռքին կռվում, կյանք են տվել մեր երկրի համար, հոգևորականների հետ միասին։ Ոնց կարող եք դուք թույլ տալ, որ այս մարդը ձեզ օգտագործի։ Ես զարմանում եմ, ոնց կարելի է թույլ տալ մեր իրավապահ մարմինները, որ հանկարծ նրանց օգտագործեն։ Սա թասիբի հարց է, չէ՞, ասենք։ Պատկերացեք, մեր հայ ժողովրդով մենք այսքան բազմադարյա պատմություն ունենք, ու մեկ էլ թողում ենք ինչ որ մեկ եկել այդ քաղաքական շահերը, որ անընդհատ ադրբեջաներ ուսին sense
տմտմբասնի ասի, «Վայ ինչ լավ ես անում, ապրես դու»։ Մեր թույլ տանք, որ մեր պետականությունը քայքայեն։ Բայց սա գիտեք է որ գիշերը մարդ չի կարող քնի, թասիբից բաներ չի լինում, ասենք ասում ես ոնց կարող է մեր բազմադարի այսքան հաղթանակներ ունեցող հայ ժողովրդին բերել են այսպես մի հատ կապել են այս ամեն ինչը մեր վրա, մեկ-մեկ անընդհատ սերմանում են, որ դուք անճար եք, չես կարող, սրանից է չէ գալիս, որ դուք արժանի եք սրան, ավելին արժանի չեք եւ այլն։ Այնպես որ ես կոչ եմ անում չտրվել այս անօրինական արարքների կոչերին, որը պարակտում է, քանդում է մեր պետությունն ու եկեղեցին։